Բարև ձեզ, Սարուբա թեման է, իմ այսօրվա հյուրը հանուն հանրապետության կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արնոլդ Բլեյանն է, բարև ձեզ, պարոն Բլեյան։ Բարև ձեզ։ Պարոն Բլեյան, տարածաշրջանում իրավիճակը գնալով ավելի է լարվում, պատերազմական գործողությունների աշխարհագրությունն ավելի է ընդլայնվում, երեք հայտնի դարձավ, որ թե ուղղակի թե պատամամբ Իրանը հարվածել է նաև Նախիջևանին, Ադրբեջանում, այսպես ասենք, քաղաքական իրավիճակն է լարվել եւս Իրանն է հարվածել, թե Ադրբեջանն է փորձում խաղի մեջ մտնել։ Իհարկե շատ անտրամաբանական է Իրանի համար հարվածել Ադրբեջանին կամ դրանից առաջ Թուրքիային, մանավանդ ոչ Թուրքիայում, ոչ էլ Ադրբեջանում չկան ամերիկյան ռազմաբազաներ։ Ես չգիտեմ արդյոք դա հրահրված է եղել Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից, բայց հնարավոր է ծոցի երկրները կամ այլ երկրներ փորձում են ներքաշել նաև Թուրքիային եւ Ադրբեջանին կամ Թուրքիային կամ Ադրբեջանի միջոցով Թուրքիային, որպեսզի հնարավոր ռազմական ցամաքային արդեն ներխուժման պարագայում ունենան Թուրքիայի պես շատ գործուն ռազմական աջակցություն։ Միգուցե ես չգիտեմ, դա պետք է քննենք, պարզենք, հասկանանք։ Միգուցե նաև եղել են հենց Իրանի ներսում, գիտեք, Իրանը փաստորեն մի բաց երկիր էր, որտեղ նույն Մոսադը շատ հանգիստ իրեն զգում է տարիներ շարունակ, եւ եթե Մոսադը այնտեղ իրեն հանգիստ զգում, ապա բնականաբար շատ ու շատ այլ երկրներ, այդ թվում Իրանի այս իշխանության, ռազմավարական գործընկեր երկրները կարող ներգրավված լինել։ Մենք իհարկե շատ կարևոր է, որպեսզի չլինի որևէ պատերազմ Իրանի եւ Ադրբեջանի եւ Իրանի եւ Թուրքիայի միջեւ։ Եվ ես զարմացնում է այն ուրախությունները, երբ որոշ մարդկանց մոտ, ովքեր ուրախանում են, երբ իվանում են օրինակ, որ Իրանից ինչ-որ դրոններ են հարձակվել Թուրքիայի կամ Ադրբեջանի ուղղությամբ։ Ես պարզապես չեմ հասկանում այդ մարդկանց տրամաբանությունը որտեղ է։ Պարոն Բլեյան, եթե այդուամենայնիվ Ադրբեջանը կամ Թուրքիան անմիջական մասնակցություն ունենան իրանական այս պատերազմին, ինչ ռիսկեր է այն պարունակելու, ինչի կբերի այն, նկատի ունեմ հատկապես մեզ համար։ Մեր համար շատ կարևոր է, որպեսզի նույնիսկ եթե նման պատերազմ տեղի ունեցավ, ապա դա անվտանգային գոտիներ ստեղծելու միտված չեն լինի։ Այսինքն մենք հասկանում ենք, եթե օրինակ Ադրբեջանն ու Թուրքիան դիցուք որոշեցին անվտանգային գոտի ստեղծել իրենց, բուֆերային գոտի ստեղծել իրենց եւ Իրանի միջև, ապա դա կլինի նաեւ մեր սահմանը Իրանի հետ։ Եվ այստեղ մեր համար վտանգ է առաջանում, որովհետեւ նախ մեր օգոստոսի 8-ի կարևորությունն է իմաստազրկվում կամ նվազում, որովհետեւ մեր նպատակը այն էր, որ այդ ամբողջ բեռները անցնեն հենց Հայաստանի միջով։ Էլի չի նշանակում, որ անպայման միջազգային դիտորդները կամ խաղացողները կցանկանան միմիայն Ադրբեջանի տարածքով կամ օրինակ օկուպացված Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից օկուպացված տարածքներով գնալ, բայց այստեղ արդեն Ադրբեջանի հետաքրքրությունն է նվազում, արդեն մեր տարածքով դեպի Նախիջևան կապնվելու հնարավորությունը։ Բացի դրանից, որ մենք կապը կորցնենք Իրանի հետ, իսկ դա մեր համար շատ կարևոր է, մեր համար կապը Իրանի հետ, միգուցե Ռոբերտ Քոչարյանի համար կարևոր չէր, ով փորձում էր Արցախը փոխանակել, բայց Հայաստանի Հանրապետության գիտակից քաղաքացու համար, պետության համար շատ կարևոր է Հայաստան-Իրան սահմանը, որովհետև Հայաստան-Իրան սահմանը դա նաև հետագայում Պարսից ծով տրանսպորտային միջանցքն է, դա նաև սահմանը Եվրոպական միության եւ Իրանի միջև ապագայում, այսինքն չի կարելի թերագնահատել կարևորությունը։ Եվ իհարկե, երբ այս ամենը ավարտվի եւ երբ ավարտվի խաղաղ, մենք պետք է հասկանանք, թե որքան կարևոր էին օգոստոսի 8-ին ձեռք բերված ուրեմն խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Ադրբեջանի միջև Միացյալ Նահանգների միջամտությամբ եւ վկայությամբ, որովհետեւ պատկերացնում եք, եթե օրինակ այս պայծրությամբ չունենայինք այդ փաստաթուղթը եւ մենք դեռ այդ նոյեմբերի 9-րդ կետի այդ վտանգի տակ լինեինք։ Իսկն նշանակի էր Ադրբեջանին այլևս ոչ ոք միգուցե չեր փորձի սաստեր, որպեսզի ինքը ռազմական ճանապարհով ուզենար վերցնել այդ միջանցքը։ Այսինքն մենք պետք է գիտակցենք, թե որքան կարևոր է եղել օգոստոսի 8-ը 2025 թվականի, որ մենք այսօր փաստորեն չունենք գոնե այս պայծրությամբ որևէ վտանգ Ադրբեջանի եւ երեք օրինակ արտաքին գործերի նախարարն ու
հա, մեր եւ իրենց իրար հետ խորհրդակցել են, զանգ է եղել, խոսել են։ Սա շատ կարևոր է եւ ընդհանրապես կարծում եմ, որ այս Ինչ պայմանությամբ ազդակ էր պարունակում այդ զանգը։ Ну, մանրամասները པարզ է, չէր հաղորդվել, բայց ընդհանուր առմամբ պաշտոնական հաղորդագրությունից ելնելով ըստ ձեզ ինչ է կատարվել այդ հեռախոսազանգի ընթացքում։ Գիտեք, այս պայմանությամբ մենք տեսնում ենք, որ շատ զանգեր են տեղ ունենում թե Հայաստանի եւ այլ ծոցի երկրների, հա, արտաքին գործերի նախարարների միջև, թե օրինակ նույն Ադրբեջանի արտգործնախարարին են զանգահարում, միջ այդ զանգարում են Ֆիդանին Թուրքիայի, երբ տեղ ունեցավ, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն կամ փորձեն հասկանալ ինչ է եղել, այսինքն սա ընդունված պրակտիկա է, երբ տեղ է ունենում, բայց իհարկե մեր պարագայում դա արտարոս երևույթ է, որովհետև մենք չենք նկատել, այսինքն մեր մոտ չի եղել այդպիսի բան, երբ օրինակ մեր երկրներից մեկը ինչ որ խնդիր է ունեցել եւ հակառակ կողմի արտգործնախարարը զանգել է, որպեսզի այո, ճիշտ է, որպեսզի ճշտեն եւ հենց այդ ուրիշ տեղից ասած սվերկը չսով տեղ ունենա, որ իմանա, որ ամեն ինչ նորմալ է։ Այստեղ շատ կարևոր է այդ քաղաքական գիծը պահել, այդ երկխոսությունը պահել, որպեսզի որևէ դեպքում Ադրբեջանում չարտանա այն գիտակցությունը, որ Հայաստանը օրինակ որևէ վտանգ կարող է ներկայացնել Ադրբեջանի համար, նույնը պետք է լինի Իրանի համար։ Մենք չենք կարող վտանգ ներկայացնել հարևաններից ոչ մեկի համար։ Ընդհանրապես։ Եվ ընդհանրապես ես կարծում եմ, որ հիմա շատ կարևոր է օրինակ, որ Վրաստանն ու Ադրբեջանն ու Հայաստանը երեքով ինչ որ տեսնում եք փաստաթուղթ պատրաստեն, ստորագրեն, որ թե մեկը մյուսի վրա չեն հարձակվելու, թե թույլ չեն տա, որ այլ երկրներն օգտագործեն իրենց տարածքները միմյանց նկատմամբ հարձակումների ժամանակ, մի այսպեսի 3 երկրներով ձևաչափ այս անդրկովկասյան, եթե կուզեք, կամ հարավկովկասյան երկրները իրար հետ փաստաթուղթ են ստորագրում, որ մենք իրար վրա չենք հարձակվում, մեր տարածքները չենք տրամադրում իրար վրա հարձակվելու համար։ Որովհետև դժվար է պատկերացնել, թե իրանական պատերազմը ուր կարող է հասցնել։ Եվ մենք պետք է այս պայմանությամբ առաջին հերթին Ադրբեջանի հետ ունենալ կառավարելի հարաբերություններ։ Պամլյան, այդ ուռա հայրենասերները թող գնան, չգիտեմ, ուրիշ երկիր իրենց համար ճարեն, թող գնան Ռուսաստան, այնտեղ այդ իրենց ուռա հայրենասերությունը գորգորան։ Պամլյան, Հայաստանը պաշտոնական Երևանը ամենայնտեպս շատ զգուշավոր է իր հայտարարություններում, այն օրվանից ինչ պատերազմը սկսվել է, ոնց կմեկնաբանեք ընդհանուր առմամբ Երևանի դիրքավորումը այս ընթացքում։ Մի քանի կերպ հնարավոր չէ, որովհետև Միացյալ Նահանգները, թե Իրանը մեր ռազմավարական գործընկերներն են, հա, Միացյալ Նահանգների հետ մենք ունենք փաստաթուղթ, Իրանի հետ պատրաստվում է կամ պատրաստվում էր նման փաստաթուղթ, նա մեր հարևանն է, անկախ դրանից նույնիսկ եթե մենք չունենայինք ռազմավարական փաստաթուղթ, նույնիսկ եթե Իրանի փոխարեն լիներ Ադրբեջանը, ես այստեղ ձեր հետ կնստեի եւ կհորդորեի, որ հանկարծ Հայաստանը որևէ կերպ չդիտարկվի ռազմական վտանգ Ադրբեջանի նկատմամբ։ Նույնիսկ եթե մենք տեսնենք, որ հիմա տարբեր երկրներից հարվածում են Ադրբեջանին, ես այստեղ կհայտարարեի, որ ոչ, մենք չպետք է հանդիսանանք որևէ պարագայում ռազմական ագրեսիայի աղբյուր Ադրբեջանի համար։ Ձեզ կթիրախավորեն։ Թող թիրախավորեն։ Ինձ համար կարևոր է, թե հետագայում, երբ ավարտվի այդ ենթադրական պատերազմը Ադրբեջանում, Ադրբեջանը հաշիվ չի պահանջի մեզնից։ Վաղը չմեսով մեզ պետք չէ, որ Իրանը մեզնից հաշիվ պահանջի, կամ Թուրքիան մեզնից հաշիվ պահանջի Ադրբեջանի համար, կամ Վրաստանը նույնիսկ։ Եվ այդ առումով ես օրինակ ուրախ եմ, օրինակ 2008 թվականի պատերազմի ժամանակ ռուս-վրացական նույնիսկ այն ժամանակ մենք արգելեցինք, որ մեր տարածքը տրամադրվի որևէ ռազմական հարձակումների համար Վրաստանի նկատմամբ։ Եվ սա ճիշտ որոշում էր։ Հայաստանը չի կարող իր հարևաններից որևէ նկատմամբ ռազմական ագրեսիայի աղբյուր հանդիսանալ։ Որովհետև մեր համար կարևոր է այս տարածքը պահպանելը։ Մենք կարող ենք էլի երազել Նախիջևանի, Արցախի, Կարսի, մնացածի, Ուրմիա լճի համար, չգիտեմ, Ախալքալաքի համար, դե կներեք, երազեք ինչքան ուզում եք։ Բայց ես չեմ ուզում վաղը չմիսօր Սյունիքի համար երազեմ, Լոռի մարզի համար երազեմ, չգիտեմ, Շիրակի համար երազեմ, չեմ ուզում։ Պավելյան, այս օրերին ակտիվացել են նորից այն ուժերը, այն անհատները, որոնք հարմար պահի են սպասում, որ վախի մթնոլորտ տարածեն, որ շատերը գրում են նրանցից, որ արդեն Սյունիքում կրակում են, մեկը ասում է ներխուժել են Հայաստանի տարածք, ինչ են ակտիվանում այդ մարդիկ այս փուլում։ Եվ ահավորն այն է, որ ացողներից մեկը եղել է մարդու իրավունքների պաշտպան։ Մարդու իրավունքների պաշտպանը այսօր խոսում է հակապետական բաներից։
Եվ ես օրինակ զարմանում եմ դրան իրավական ինչ որ գնահատական չպետք է լինի։ Այսինքն ով ինչ ուզի կարող է ասել, չեմ կարծում այդպես պետք է լինի։ Այսինքն ես կարծում եմ որ պետք է ԱԱԾ հրավիրվի այդ մարդը եւ ասի ուր են քո փաստարկները, մշակեն եւ բացի բաց հրապարակեն, թող այդ մարդը հետո հայտարարի որ այդպեսի բան չի եղել, կամ թող իշխանությունը հայտարարի վայ կներեք, փաստորեն եղել է, բայց դա պետք է լինի։ Թե չէ ինչպես կարելի է, ամեն մեկը ինչ ուզի կարող է ասել։ Սա շատ լուրջ հայտարարություն է, երբ ասում են, որ ադրբեջական դիրքերը առաջխաղացում են ունեցել։ Չի կարող դա հենց այնպես լինել։ Բայց իրեն մի կողմ դնենք, այն մյուս շրջանակները, որոնք այս օրերին գժում են, որ հեսա պետք է հեսա կլինի, նույն բանը իրենք անում էին նախորդ այն 12-օրյա պատերազմի ժամանակ։ Եվ իրենք ուզում էին, որ այդ ամեն ինչը տեղ ունենա։ Մեկ մի նախկին վարչապետ ունենք, չէ՞, որ COVID-ի տարիներին ասում էր, եթե ես Իլհամ Ալիևը լինեի, ես հաստատ կհարձակվի Հայաստանի վրա, Արցախի վրա։ Որովհետև իրենք այդ ամեն ինչը ուզում են։ Իրենք որտեղ կա քաոս, իրենք տեսնում են հնարավորություն։ Իրենք տեսնում են իրենց քաղաքական կյանքի վերածննդի հնարավորություն։ Իրենք չեն պատկերացնում խաղաղություն, ժողովրդավարական process-ներ, ընտրություններ եւ այլն։ Արդեն երրորդ նախագահի ուժը հայտարարում է փողոցային պայքարի մասին։ Որովհետև հասկանում են, դե չկա այնտեղ ճանապարհ։ Դժվար է, մենք էլ ենք հասկանում, որ դժվար է։ Բայց մենք գնում ենք այդ ճանապարհով, որովհետև այլ ճանապարհ մեր համար անընդունելի է։ Մեզ համար կարևոր է, որպեսզի լինեն ընտրական process-ներ, հերթական ընտրություններ, մասնակցություն։ Իհարկե մեզ համար անընդունելի է, որ այն քաղաքական ուժերը, որոնք չպետք է իրավունք ունենան ընդհանրապես մասնակցեն քաղաքական process-ների, դեռ կարծես թե մասնակցելու են։ Եվ մենք դեռ հույս ունենք, որ այդ ուժերը քաղաքական գնահատական կստանան եւ կզրկվեն քաղաքական process-ներին մասնակցելուց։ Նամանավանդ երբ օրինակ Եվրոպական դատարան, մարդու իրավունքների մենք ունենք արդեն այդ վճիռը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի համար։ Սա մեր համար Աստծո ընծա էր, մանանա էր, որ թույլ է տալիս մեզ արգելել այդ օրվա իշխանություններին եւ կոալիցիա մաս կազմող քաղաքական ուժերին մասնակցել քաղաքական process-ներին։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Հանրապետական կուսակցություն, Ռոբերտ Քոչարյան դաշնակցություն։ Վերջ։ Նախկինների մասին խոսելուց հաճախ մոռանում ենք առաջին նախկինին, նա այս քանի օրը բավական ակտիվացել է եւ նույնիսկ հայտարարություններ է անում ի նպաստ ոչ թե սեփական կուսակցության վարչապետի տեխնացուի նկատի ունեմ Լևոն Զուրաբյանը, այլ հակառակը կոչ է անում համախմբվել Սամվել Կարապետյանի շուրջ, ինչն է դրդել Տեր-Պետրոսյանին նման հայտարարություններով հանդես գալ։ Մարդու սիրտը հայկական Իվանիշվիլի է ուզում։ Հիշում եք, երբ նա հայտարարում էր, որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի տարիներին կարող է լինել հայկական Իվանիշվիլին։ Իդեպ Լևոն Տեր-Պետրոսյանը մի նախագահ է, ով աջակցել է ռուսական ագրեսիային, ընդ որում հրապարակավ Վրաստանի նկատմամբ եւ այդ երկու տարածքների նկատմամբ։ Դա շատ կարեւոր է ֆիքսել։ Շատերը չեն խոսում դրանից, բայց սա այն մի հարց կա, հիշում եք, որ այն ԱԱԾ պետին հարցում են ումն է Ղրիմը։ Սա բանալի հարցադրումն է, թե ումն է Ղրիմը, որովհետև դրա պատասխանից երևում է, թե ընդհանրապես քո հետևում կան կրեմլյանական ժներ, թե չկան։ Նույնն այստեղ է։ Եթե դու հայտարարում ես, որ այո, լավ է եղել, որ ճիշտ են արել ռուսները, որ հարձակվել են եւ գրավել են այդ երկու տարածքները, դու գրավել էին, այսինքն արդեն դե յուրե ֆիքսեցին, որ իրենցն է, անկախ է։ Դա նշանակում է վերջ, դու որպես քաղաքական գործիչ չկաս։ Եվ այսօր իրենք ուզում են, որպեսզի Հայաստանում լինի այնպիսի իշխանություն, ինչպիսին Վրաստանն է։ Իսկ ինչպիսի իշխանություն է Վրաստանում, ամենայն հարգանքով Վրաստանի նկատմամբ, վրացիների նկատմամբ, ոման որոշ քաղաքացիների, վրաստանցի քաղաքացիների ընտրած իշխանության նկատմամբ։ Իսգոյի հայտնվել, իսգոյության մեջ են հայտնվել։ Եվ իրենք ուզում են, որ Հայաստանը լինի այսպիսին։ Այն քաղաքական ուժերը, որոնք այսօր հայտարարում են, որ օգոստոսի 8-ի այդ Թրամփուղու process-ի մեջ իրենք ուզում են ներգրավել այնպիսի պետությունների, որոնք համարվում են ռազմավարական հակառակորդներ Միացյալ Նահանգների, իրենք խոսում են այդ օգոստոսի 8-ի այդ պրոյեկտը խափանելու մասին։
որովհետև չի կարող գիտակից քաղաքական գործիչը հայտարարել, որ Թրամփողում պետք է ներգրավել Ռուսաստանին ու Չինաստանին։ Դա նույնն է, երբ օրինակ մի բանական մարդ հայտարարի, որ կարելի է համատեղել ԵԱՏՄ-ն ու Եվրոպական միությունը։ Իհարկե դրանք անհամատեղել են, որովհետև տարբեր մաքսային գոտիներ են։ Անհնար է։ Տեսականորեն, ուր մնաց գործնականում, որպեսզի Հայաստանը միաժամանակ լինի երկու մաքսային գոտու անդամ, եւ բնական է, որ մենք դուրս պետք է գանք ԵԱՏՄ-ից եւ մտնենք Եվրոպական միություն կամ գոնե ստորագրենք DCFTA-ը։ Նույն կերպ անտրամաբանական իրենք ասում են, որ Ռուսաստանը կամ Չինաստանը պետք է ներգրաված լինի։ Ինձ միակ ներգրավվածությունը դա բեռնափոխադրումն է։ Այլ կերպ, այլ տեսակի ներգրավվածություն չի կարող ունենալ Ռուսաստանն ու Չինաստանը։ Հակառակ դեպքում ինչի համար է դա։ Բայց Միացյալ Նահանգների շահավորն է։ Պարոն Հայերի սիրուն աչքերը խաղի մեջ մտավ Ծառուկյանը, որը կարծես թե հեռացել էր քաղաքական գործընթացներից, դե Քոչարյանը կա, Սամվել Կարապետյանը կա, բայց նրանք չեն թաքցնում, որ գործի են դնելու Գյումրու սցենար, այսինքն առանձին մասնակցեն, հետո ներսում միավորվեն իրար, բայց ով է լինելու իրենց այն մեկ հոգին, ում համար աշխատելու է այս խումբը։ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ նա չի ուզում լինել վարչապետ, Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ, իրենք դեռ իշխանության չեկած, բայց արդեն փորձում են իրենց հակով նոր սահմանադրություն կարել, դա թարապես անընդունել է, կարծեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այստեղ էլ ասվելիք ունի, թե ինչպես կարող է նմանատիպ քաղաքական ուժ գրանցվել կուսակցություն եւ գրանցվել ընտրությունների։ Մնում է Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ Ռոբերտ Քոչարյանն առ այսօր ընդունելի քաղաքական գործիչ է Ռուսաստանի համար։ Միգուցե իրենք այժմ տեսնում են, որ նաև Գագիկ Ծառուկյանով կկարողանան շատ ավելի մեծ մասնակցություն ցուցաբերել եւ քվեներ քաղել։ Միգուցե կարծում եմ այդտեղ տեսնում են Գագիկ Ծառուկյանին շատ ավելի մեծ պոտենցիալ ունեցող, որպես ընտրվելու պարագայում, հա, քվեներ ստացող քաղաքական գործի պարագայում, քան Ռոբերտ Քոչարյանը։ Բայց երկիրը գուբերնատորի կարգավիճակում տնօրինելու պարագայում դա Ռոբերտ Քոչարյանն է միանշանակ է, այդ քիմիան, որ իրենք ունեն Վլադիմիր Պուտինի միջև չի պակասել։ Եվ այն բոլոր մարդիկ, ովքեր կգնան եւ կքվեարկեն Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Կարապետյանի օգտին, իրենք քվեարկելու են Ռոբերտ Քոչարյանի օգտին։ Այո։ Իրենք քվեարկելու են ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետականությանը։ Դա շատ կարեւոր է, որպեսզի քաղաքացին պատասխանատվություն վերցնի։ Որպեսզի հետո չասի, դե մենք կարծում ենք եւ այլն եւ այլն։ Գիտակից մարդ ես դու արդեն։ Չափած հասուն մարդ ես։ Դու պետք է գիտակցես, որ Ռոբերտ Քոչյանը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը։ Դա չի էլ թաքցնում, որ նա չի ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը։ Նա այն նախագահն է, ում գալուց հետո Հայաստանում եղել են արհավիրքի հետևից։ Հոկտեմբերի 27-ով եկավ իշխանության, մարտի 1-ով գնաց իշխանությունից։ Եվ այս մարդը կարող է լինել ընդունելի որևէ գիտակից եւ պետականամետ Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար, կամ այն մարդիկ, ովքեր պետք է քվետան Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի օգտին, կամ դաշնակցության, ոնց կարող է չհասկանալ, որ ում համար են իրենք քվեարկում, ում դեմ են իրենք քվեարկում։ Իրենք քվեարկում են իրենց երեխաների, իրենց թոռների ապագայի դեմ Հայաստանում ապրելու, անկախ ազատ Հայաստանում ապրելու, կամ անվտանգ ապրելու։ Իրենք ինչ են ուզում, որ մենք դառնանք գուբերնիա, որ այստեղից էլ ջոկատու արկեն, հա, գնան Ուկրաինայում պատերազմին մասնակցեն։ Սա են իրենք ուզում։ Այն արծիվները թող հավաքվեն գնան։ Պարոն, այս ամենի մեջ մի տեսակ չի երևում Սերժ Սարգսյանը, այնտեղից կարծես թե ակտիվ քաղաքական հայտարարություններ չի անում մասնակցելու, չմասնակցելու առումով Սերժ Սարգսյանը չի ուզում խաղալ այս խաղի մեջ, թե չեն խաղացնում։ Ես կարծում եմ Սերժ Սարգսյանը մեջներից, նույնիսկ այս պայդրությամբ Լևոն Տեր-Պետրոսյանից առավել խորամանկ, առավել երևի հասկացող ղեկավարն է եղել եւ հասկանում է, որ այստեղ չկա։ Այսինքն իր մասնակցությունը անիմաստ է։ Նա չի տեսնում որևէ քաղաքական նպատակահարմարություն մասնակցելու։ Իդեպ Տեր-Պետրոսյանի պարագայում ես չգիտեմ, նույնիսկ կարծում եմ պետք է շնորհակալություն հայտնենք Տեր-Պետրոսյանին, որ նա իր աջակցությունը հայտնել Սամվել Կարապետյանին, որովհետև ավելի մեծ հարված նա չէր կարող հասցնել Կարապետյանին։
Ընդ որում Սամվել Կարապետյանի օգտին արդեն կամ հաջակցություն Սամվել Կարապետյանի արդեն խոսել է բոլոր ղեկավարները նախկին, թե Տեր-Պետրոսյանը, թե Քոչարյանը, թե Սարգսյանը։ Եվ որքան իրենք ուզենան օրը 2 անգամ լոգանք ընդունել, փորձել մաքրվել այդ բանից չեն կարող։ Իրենք այդ ամենի մի մասն են։ Սամվել Կարապետյանները Քոչարյան, Սարգսյան, Դաշնակցություն, Օրինաց երկիր, Տեր-Պետրոսյան, այդ են իրանք։ Մի մաս են դրանք։ Պարոն Բլեյան, իսկ ինչ են անելու մյուս ուժերը։ Կարծես ընդհանուր այս ամեն ինչը պատտվում է 3 ուժի շուրջ, նկատի ունեմ ՔՊ-ն, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Բարգավաճ, մյուս ուժերն ուր են։ Մենք ինչպես հանուն հանրապետության կուսակցությունը, ինչպես 21 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ այդպես էլ հիմա հայտարարել ենք եւ հայտարարում ենք եւ դեռ հայտարարելու ենք, որ մենք պատրաստ ենք համագործակցենք այն ուժերի հետ, որոնք կիսում են ժողովրդավարությունը, կիսում են օգոստոսի 8-ի կարևորությունը, կիսում են Եվրոպական միության ինտեգրվելու կարևորությունը։ Մենք պատրաստ ենք համագործակցենք եւ մենք համագործակցում ենք։ Մենք մասնակցելու ենք ընտրությունների, կուսակցության անունով ենք մասնակցելու, բայց ավելի ընդլայնված կազմով։ Այսինքն լինելու են եւ կուսակցականներ եւ լինելու են ոչ կուսակցականներ, քաղաքական գործիչներ, քաղաքասարակության ներկայացուցիչներ։ Ավելի մանրամասն մենք կհայտարարենք իհարկե, որովհետեւ քննարկումները դեռ շարունակվում են։ Իհարկե մենք ուզենայինք, որ որպեսզի մնացած ուժերն էլ իրենց կուսակցական էգոիզմը կարողանային զսպեին, խոնարհեին իրենց կուսակցական դրոշները եւ բարձրացնեին միայն Հայաստանի Հանրապետության դրոշը։ 21 թվականին մենք կարողացանք մի կուսակցության հետ այդպիսի մոդել գտնել։ Դե տանգոն 2-ով պետք է parես կամ մենակ չես կարող parել։ Մենք պատրաստ ենք 3-ով, 4-ով էլ parեինք այդ տանգոն։ Բայց ունենք այն ինչ ունենք։ Ես դեռ հույս ունեմ, որ ի վերջո որոշ քաղաքական գործիչներ կարողանան նաև զսպել իրենց միգուցե կուսակիցների կամ այլ գործընկերների այդ քաղաքական, այդ կարիերիստական նկարտումները եւ հասկանան, որ սա մեր մասին չի, սա Հայաստանի Հանրապետության մասին է։ Հայաստանի Հանրապետությանը պետք է նորմալ ընդդիմություն։ Չի կարող 26 թվականի խորհրդարանը հունիսի 7-ից հետո կրկնել 21 թվականի խորհրդարանը։ Չեն կարող մենք ունենալ իշխանություն եւ հակապետականություն։ Իհարկե բոլորն էլ հասկանում են, որ Գյումրի 2 սցենար, ես օրինակ չեմ տեսնում այդ հնարավորությունը։ Չեմ բացառում, բայց քիչ հավանական եմ համարում։ Բայց ինձ համար ամենակարևորը ընդդիմափոխությունն է, որովհետեւ խորհրդարանում պետք է ընդդիմություն լինի, որ նաեւ այս իշխանությունը ձեռքից կբռնի կասի մի րոպե անգիր ջան։ Այս իշխանությունը քանի անգամ հայտարարել, որ այսպես ընդդիմությունը իրանց համար նվեր է։ Որովհետեւ չկա որևէ պատասխանատվության բերելու ցանկություն այս ընդդիմության կողմից։ Այս ընդդիմությունը մտածում է ոնց անենք, որ ավելի վատ լինի Հայաստանի համար։ Ոչ թե ոնց անենք, օրինակ այս ռեֆորմը ավելի լավ իրագործվի, այ իշխանություն այս ռեֆորմը դուք այստեղ թերանում եք, այստեղ մեկ մասնագետ ունենք, կառաջարկենք ձեզ, այստեղ մեկ կապեր ունենք, չկա այդպես բան։ Ուր է ազգային ժողովը նման քննարկում։ Գողփիսո քաչալշուն։ Հողատու, թուրք, ռուս եւ այլն, դե ինչ։ Իսկ մեզ պետք է հակառակը։ Մեզ պետք է լինեն մարտավարական, ռազմավարական տարբերություններ իշխանության եւ այլընտրանքային իշխանության միջև։ Ընդդիմությունը այլընտրանքային իշխանություն է։ Ընդդիմությունը իշխանության դիմադիր հատվածն է, ոչ թե պետության, ոչ թե ընդդիմություն պետությանն ու պետականությանը։ Շնորհակալություն։ Միշտ սիրով։ Սա օրվա թեման էր, զրուցակիցս հանրապետության կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արնոլդ Բլեյանն էր, կհանդիպենք առայժմ։